Գործարար Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու վերաբերյալ նիստը հակակոռուպցիոն դատարանում հետաձգվեց։ Նիստը մեկնարկել էր 3 ժամը 18:00-ին, տևել է շուրջ 8 ժամ։ Դրսում հազարավոր քաղաքացիներ, Կարապետյանի ընտանիքի անդամները, ընկերներն ու աջակիցները շարունակել են մնալ դատարանի բակում իրենց աջակցությունը հայտնելով գործարարին։ Փաստաբան Արամ Վարդևանյանի խոսքով նիստը սկսվել է մոտ 20 րոպե ուշացումով, իսկ քննիչը 2 ժամից ավելի պարզապես կարդացել է մի միջնորդություն, որը կապ չունի իրենց պաշտպանյալի հետ։ Վարդևանյանի խոսքով քննությունը տեղի է ունենում իրավաբանական հիմքերից զուրկ միջավայրում։ Նիստը կշարունակվի այսօր 15:00-ին։ Մեր հարցերը բավականին հստակ էին, տեղին էին, պատասխանները առնչություն չունեին հարցերի հետ։ Սա է այն մոտեցումը, մարտավարությունը, որը որդեգրվել է այս ողջ ժամանակահատվածում։ Ուղղակի պարզվեց, որ 52 թե 52 քննիչներից բաղկացած քննչական խումբը այս շուրջ 60 օրվա ընթացքում առնվազն իրենց դիրքորոշումները այդպիսին դեռ որոշ գործողություններ չեն հասցրել անել։ Դուք կարող եք հարցնել, իսկ ինչ գործողությունների մասին է խոսքը, բացարձակ պատկերացում չունենք, որտեղ դրանք կրկին Սամվել Կարապետյանին չեն վերաբերում։ Վաղը կսկսվի այն փուլը դատավարության, երբ պաշտպանության կողմն է ներկայացնելու իր դիրքորոշումը։